Պարզաբանենք շատ հասարակ մի բան, իսկ ինչի պետք է ուտենք, իսկ ինչ պարտադիր է ուտելիքը, ուտելիքը օրգանիզմ մտնում է այն պատճառով, այն բանի համար, որպեսզի նա յուրացվի և տա էներգիա, որը կյանքի հիմքն է, բոլորս գիտենք, այսինքն առանց էներգիայի կենդանի օրգանիզմ չի կարող լինի։ Սնունդը, որ մենք օգտագործում ենք, կազմված է 3 կարևոր բաղադրիչ մասերից՝ ածխաջրատներ, ճարպեր և սպիտակուցներ։ Իհարկե, կան միկրոէլեմենտներ և վիտամիններ, որպեսզի այն 3 կարևոր բաղկացուցիչ մասերը նյութափոխանակության մեջ մտնեն նրանց շնորհիվ, այրվեն և տան էներգիա։ Էներգիայի հիմնական աղբյուրը ածխաջրատներն ու ճարպերն են։ Սպիտակուցները, ինչպես գիտենք, մեր օրգանիզմի կառուցվածքային նյութերն են, կառուցվածքային ոչ միայն մարմնի կառուցվածքը, այլ բոլոր ֆերմենտները, հորմոնները, շատ տարբեր միացություններ, որոնք հարկավոր են, որ ընթանա այդ այրման պրոցեսը, նյութափոխանակությունը։ Եվ այդ գոյացած էներգիան օգտագործում են, որ մենք կենդանի ենք, որ երեխան աճում մեծանում է, որ վերակազմավորվում է, որ հիվանդանում ենք, ապակինվում ենք և այլն և այլն։